Բարև ձեզ։ Մենք շարունակում ենք առակս ինչ կցուցանե հաղորդաշար եւ այսօր ես ձեզ կպատմեմ որդիների եւ պապերի հարաբերությունների եւ պարտության եւ ամոթի մասին։ 1939 թվականին մի բարձրաստիճան ՆԿՎԴ-ի պաշտոնյայի տանը տեղի ունեցավ ողբերգություն, ինքնասպանություն գործեց նրա 14 տարեկան դուստրը։ Հետախուզությունը ցույց տվեց, որ աղջնակը ինքնասպանություն գործեց նրանից հետո, երբ իմացավ ինչով է զբաղվում նրա հայրը։ Նրա հայրը ձերբակալել էր այդ աղջկա ընկերոջ ծնողներին եւ աղջիկը իմացել էր ինչ խոշտանգումների եւ ինչ տանջանքների էր մատնվել նրա մոտիկ դասարանցու մայրը։ Այդ ամեն ինչը տեսնելուց հետո աղջիկը ամոթից ինքնասպանություն գործեց, որովհետեւ նա փորձեց հոր հետ խոսել, հայրը բավականին կոպիտ ասեց չխառնվես մեծերի գործերի մեջ, դա իմ աշխատանքն է եւ աղջիկը չդիմացավ, նա գտավ, որ դա միակ ձևն էր, որ հորը հասցնի իր բողոքը, իր անհամաձայնությունը տիրող իրավիճակի մասին։ Մի քանի տարի առաջ Ռուսաստանի Դաշնությունում, երբ որ սկսեցին բացվել տարբեր գաղտնի պահված արխիվները, օրենք ընդունեցին առ այն, որ 30-ականների ՆԿՎԴ-ի աշխատակիցների անունները պետք է մնան գաղտնի ընդմիշտ։ Ինչի համար էր դա արված։ Մի պարզ պատճառով, որ թորները չիմանան ինչով են նրանց պապերը զբաղվել այն դառը եւ մութ տարիներին, որ այսօր չսկսվի կոնֆլիկտ այդ մարդկանց ժառանգորդների դահիճների եւ նրանց զոհերի ժառանգորդների միջև, որ ժառանգորդները չամաչեն իրենց պապերից, որ ժառանգորդները չենթարկվեն հետապնդման մյուս քաղաքացիների կողմից, ում պապերը ժամանակին սպանվել են, խոշտանգվել են եւ Սիբիրում մատնվել են շատ ծանր ճակատագրի։ Առակս ինչ կցուցանե։ Այն երբ որ մենք անում ենք ինչ-որ մի բան, հատկապես եթե դա ունի հանրային, պետական, հասարակական նշանակություն, մենք միշտ պետք է հիշենք, ինչ ճակատով են հետո իրենց համաքաղաքացիների եւ հայրենակիցների դեմքին նայելու մեր թորները, որովհետեւ մի բան է, եթե դու ազգային գործչի, հանճարեղ նկարիչի, տաղանդավոր գրողի թոռ ես, ծոր ես, իսկ մյուս բան է, երբ որ դու դահիճի թոռ ես, երբ որ դու գիտես, որ քո պապը նպաստել է նրան, որ մարդիկ են զոհվել, որ մարդիկ մատնվել են սովի, որ պետականություն ենք կորցրել։ Լավ մտածեք, ինչ եք թողելու ձեր երեխաներին։ Արդյոք դուք կուզենայիք, որ ձեր անունները ջնջվեին պատմությունից, որ ձեր թոռները կարողանան ապրել եւ չամաչել իրենց ծագումից եւ իրենց նախնիներից։ Բարև մնաք։